Խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն պարոն Խուդասյան, ճիշտն ասած առաջի հարցս վերաբերում էր ջրամբարներին, եթե ճիշտ հասկացա, Վեդու ջրամբարը արդեն պատրաստ է ջրալսման փուլում է։ Կապսի ջրամբարի մասով անկեղծ ասած ինչ որ դուք զեկուցեցիք, արդեն երևի երրորդ տարին է, եթե չեմ սխալվում, նույն բանն ենք լսում վերջապես կլուծվի այդ հարցը, թե ոչ, որովհետև շատ կարևոր նշանակություն ունի ջրամբարը եւ վերջերս դուք խոսեցիք Դիլիջանի նոր թունելի մասին, խնդրում եմ մի քանի բառով ներկայացրեք, երբ է նախատեսված կառուցել, արդյոք պետք է լինի այլ որակի թունել, այլ ոչ թե ինչ որ ունենք, որովհետև ինչ որ ունենք դա շատ ցավալի թունել է եւ սրա մասին շնորհակալություն։ Պարոն Ղալումյան, հաշվի առնելով, որ այսօր երկու ոլորտի ենք անդրադառնալու, ձեր թույլտվությամբ պատասխանեմ նաեւ նախորդ հանդիպմանը մեր գործընկերներից ոչ բոլորն են ներկա եղել, անդրադառնամ նաև այն հարցերին, որոնք նախորդ զեկույցի բովանդակության մեջ են, մասնավորապես Դիլիջանի թունելը, եւ երևի սկսենք այդտեղից, տեղյակ եք, որ թունելի հետ կապված ուրեմն հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված իրականացնել, հիմնանորոգման աշխատանքները իրականացվելու ժամանակ նախատեսված էր թունելը ամբողջությամբ փակել, այդ դեպքում Սեմյոնովկայով անցնող ուրեմն գործող ճանապարհը պիտի վերանորոգվեր միջպետականի ստանդարտներին եւ երկու գործողության իրականացումը իրար հետ մոտավորապես նույն ծախսն է ակնկալում ինչ որ նոր թունելի կառուցումը եւ ըստ դրա որոշում է կայացվել ուրեմն նորոգման աշխատանքներ իրականացնել հիմա Դիլիջանի գործող թունելում, որը մեզ հնարավորություն կտա շահագործման ժամկետը պահել այնքան, մինչեւ արդեն թունելին զուգահեռ թունելի կողքով նոր թունել կկառուցվի, որը կդառնա այս դեպքում հիմնական ճանապարհ իսկ արդեն գոյություն ունեցողը որպես երկրորդ թունել, որը վթարային դեպքերի համար կօգտագործվի, կշարունակվի մնալ։ Ինչ վերաբերում է ջրամբարաշինական աշխատանքներին, արդեն ասացի, որ 5 փոքր ջրամբարների մասով ունենք նախագծեր, դրանցից 2-ի մասով փորձաքննությունը ավարտվել են, 3-ի մասով փորձաքննությունները ընթացքի մեջ են եւ մենք այս տարի պլանավորում ենք մրցույթային գործընթաց սկսել իմ նշած 5 ջրամբարների մասով։ Վեդիի ջրամբարում այո ջրալցման աշխատանքներն այս պահին իրականացվում, ես դրան հասցրեցի անդրադառնալ, կապսի մասով ունենք խնդիր կապալառու ընկերության հետ կապված, այս պահին օրացուցային գրաֆիկից շուրջ 270 օր շեղում ունենք, պիտի ասեմ, որ այստեղ քննարկում ենք կապալառուի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը հասկանալը, առաջիկայում այս մասով լրացուցիչ ինֆորմացիա կունենանք, դրա մասին անպայման կտեղեկացնեմ։ Արձագանք ունեք, պարոն Թոմասյան, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։